Բարև ձեզ, ստորագրեցիք, որ չեք վստահում Փաշինյանի իշխանությանը, ինչու՞։ Պատճառները եւ անձնական են, եւ ընդհանրական, եւ կապված իմ հայրենիքի հետ։ Այս իշխանությունը ստով եկել է, ստով շարունակում է ու միջև վերջել ինքը սուտա ծայրից ծայր։ Իրան վստահելու պատճառ չունեմ։ Ունեցել եմ հայրենիք, շատ մեծ է եղել, հիմա փոքրացել է։ Չեմ վստահելու երբեք ու պայքարելու եմ միջև վերջ, որ ինքը գնա։ Եթե հիմա հանդիպեիք իշխանության որևէ ներկայացուցչի, ինչ կհարցնեիք։ Չեմ մեկասուտ են պատասխանելու, ինչ որ տենց հարց չկա բարական, որ իրենց պետք է տամ ու ակնկալ եմ որևէ պատասխան։ Ես իրենց անձնական չվերաբերվեմ, փաստացի խոսեմ։ Իրենց վարած քաղաքականությունը այսօր հայ երիտասարդությանը ու ապագա սերունդին կանգնացել է փաստի առաջ։ Մենք վտանգված ենք այն առումով, որ ադրբեջանցիները շուտով գալու են ու բազմանալու են նապաստակի պես, այդ 300,000 ադրբեջանցին մոտ 30 տարվա մեջ արդեն 3 միլիոն 4 միլիոն ալնելու, չզարմանաք, որ իրանցից մեկն էլ ապագայում մեր երկիրը ղեկավարի։ Այնպես որ մենք փաստի առաջ ենք ու անտարբերության իրավունք չունենք։ Բոլորս պետքա ոտքի կանգնենք, շարունակենք այսպիսի գործողություններով առաջ շարժվել ու իրանց հեռացնել։ Խաղաղության պայմանագիր ենք կնքել, խաղաղություն ենք բերում։ Տեսեք, այդ ամբողջը սուտ է։ Խաղաղությունը չի լինում պայմանագրով։ Մենք պատմական լիքը փաստեր ունենք։ Օրինակ, Սովետ Միությունը, երբ որ Գերմանիայի հետ փաստաթուղթ էր կնքել խաղաղության, հաջորդ մի քանի օր անց արդեն պատերազմ էր, կարճ ժամանակ անց։ Հիմա ես չեմ կարծում, որ փաստաթուղթը դա երաշխիք է խաղաղության։ Երաշխիքը ուժն է։ Երբ որ մենք ունենք ուժեղ ղեկավարներ, ունենք Վազգեն Սարգսյան, ունենք Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, այդ ժամանակ ոչ մեկ չէր խոսում Հայաստանի դեմ պատերազմից։ Այդ ժամանակ Հայաստանի հետ հաշվի էին նստում եւ միջազգային հանրությունը, եւ ներքին ուժերը, եւ արտաքին թշնամիները, բոլորը հաշվի են նստում։ Այսօր մենք ունենք վարչապետ, ով որ հույսը դրել է թղթի վրա։ Ես չեմ վերաբերվում անձնական, իրենց հարցն է, իրենց քաղաքականությունն է, իրենց անունն է, բայց ասում եմ, վստահաբար մեր հետագա սերունդների համար, մեր երեխեքի համար, մեր ընկերների համար, մեր եղբայրների թափած արունի համար թղթով խաղաղություն չի կարա լինի։ Մեզ պետքա ուժով հասնել խաղաղ